Հայ ժողովուրդը այս տարի տոնում է հայկական տոնացույցի ամենակարևոր ու ամենապատասխանատու տոներից մեկը հայոց բանակի կազմավորման 25-ամյակը։ Մենք հպարտ ենք, որ հայ ենք ու հպարտանում ենք այն զինվորներով, ովքեր հայ ժողովրդի խաղաղ կյանքի երաշխավորն են։ Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում հավաքված ապագա զինվորների խումբը հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանն է մասնակցում։ Հայկական աստասան մեր հոգի նպար, ունենք հայկական մի բանակ անհար, վերնենք շնամին մեր հոգուց զոր, տապալված կգնի, թավջախված անզոր։ Հրակացից միջև մասի ու սիպանը պիտի պարի, ասկыз մի օր աղթական։ Պիտի բացենք պարահանդես ծովին ծով, արևմտյան Հայաստանում նշտածով, և կպարեք լերդերի հետ ուսուսի, լերդապարը վիաստության ու հույսի։ Միջոցառմանը դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին հայոց բանակի կազմավորման պատմությունը, օրը հագեցրին հայրենասիրական երգերով ու ազգային պարերով։ Միջոցառմանը հայոց բանակում իր հայրենիքին պարտքը կատարող Քաջարի զինվորների շարքերը համալրող աղթալեցի զինվորների մայրերը ևս ուշադրության արժանացան։ Նրանք ևս մեկ անգամ առիթ ունեցան հպարտանալու իրենց որդիներով։ Աղթալայի համայնքապետարանը զինվորների մայրերի համար շնորհակալագրեր էր նախատեսել։ Մացակ Վարուժանի Սիմոնյանին։ Սիրելի դպրոցականներ, սիրելի մանկավարժներ, սիրելի աղթալեցիներ, ես շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, բանակ, որ ստեղծվել է զորամիավորների շնորհիվ ֆիդայական շարժման եւ ստեղծվել է պատերազմի պատճառով եւ խաղաղության պարտադրանքով։ Մենք բոլորս միշտ պատրաստ ենք մեր հայրենիքը զորացնելու ու պատրաստ պաշտպանելու այն։ Բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իր հոգևոր ու շնորհավորական խոսքն ասաց նաև Աղթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հետում Քահանա Թարվերդյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց աղթալեցիներին ու դպրոցին հայոց բանակի օրը միասնական ու կազմակերպված տոնելու կապակցությամբ։ Սիրելի աղթալացիներ, մեր յուրաքանչյուր հայի համար սահմանը, հայրենասիրությունը սկսում է իր սահմանից։ Մեզ համար այս սահմանը մեր աղթալան է, մեր այս բնակավայրը։ Մեզ համար պարկ է, մեզ համար շատ կարևոր պատվիրան է Աստծո կողմից տրված, որ մեր սերունդի դաստիարակենք հայրենասիրությամբ։ Թող թշնամին իմանա, որ հարկ եղած դեպքում բոլոր բնակչությամբ կկանգնենք և մեր հայրենիքը կպաշտպանենք և դուրս կվռնդենք թշնամուն։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս, օրհնի մեր զավակների, օրհնի մեր համայնքապետարանը, մեր դպրոցի տնօրենի և մեր բոլոր ազգությանը, բնակչությանը։ Տերը միշտ պահապան է մեզ, սիրելիներս, և Աստծո օրհնությամբ շարժվում ենք առաջ, որպեսզի մեր հայրենիքը ավելի զորացնենք, ավելի կազմակերպենք և ավելի վառ պահենք։ Թշնամին երբեք մեր Հայաստանում, մեր հայոց աշխարհում տեղ չունի, սիրելիներս։ Այն, որ անկոտրուն ու հզոր բանակ ունենք, հայ զինվորները բազմիցս ապացուցել են։ Մեր թշնամին դրանում համոզվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Թումանյանի տարածաշրջանի զինվորական կոմիսարի տեղակալ Նժդե Հովհաննիսյանը ևս ներկա էր միջոցառմանը։ Նա նաև պատվոգրեր հանձնեց ապրիլյան մարտերին մասնակցած աղթալեցի զինվորներին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ հայ ազգին, մեր բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվում է պատվոգրող Գոր Արայքի Բեկջանյանը։ Նորայր Վոլոդիա Ամիրջանյանը։
Թումանյանի զինկոմիսարիատին աջակցելու, զորակոչային և զորահավաքային առաջադրանքները բարեխիղճ կատարելու և համագործակցելու համար պարգևատրվում է պատվոգրով Ախտալայի քաղաքապետ Հայ Գյուրիկի Խաչիկյանը։ Դպրոցի զինղեկ Դավիթ Ճիճիլյանը, ով ևս իր մասնակցությունն է ունեցել միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, նշեց, որ աշակերտների մոտ հայրենասիրություն ու արիություն տեսնելով մեծ ուրախություն է ապրում։ Նա ասաց, որ աշակերտները հայոց բանակին նվիրված միջոցառմանը մեծ պատրաստակամություն ու ոգևորություն են ցուցաբերել։ Հայոց բանակի 25-ամյակի նվիրված միջոցառումը նաև սկզբնական, այսպես ասած, նախաձեռնությունը եղել է երեխաների կողմից, դպրոցի կազմակերպիչի, ինչպես նաև զինղեկի և երեխաների միասնական աշխատանքի արդյունքում տեսակ միջոցառման արդյունքները արդեն կրկին անգամ իմ շնորհավորանքն եմ ուզում մղեմ մեր բանակին և այս պահին սահմանում կանգնած մեր բոլոր զինվորներին և ոչ միայն զինվորներին, սպայական անձնակազմին, հրամանատարությանը և այն ավանդույթը, որ դպրոցում կա յուրաքանչյուր տարի տոնելու բանակի տոնը, դա մեր կողմից հարգանքի նշան է հայոց բանակին և մեր պարտքն ենք համարում, որպեսզի միշտ նշենք և մեծարենք մեր բանակը, ով պահում է մեր խաղաղությունը։ 11-րդ դասարանի աշակերտ Արմեն Հովհաննիսյանի եղբայրը այս պահին ծառայում է հայոց բանակում։ Արմենը հպարտ է իր եղբորով ու հպարտ, որ հայ է, ասում է հայրենիքին ծառայելուց չի խուսափում։ Դա ոչ միայն պարտք է, որ հայ տղաները պետք է կատարեն, այլ նաև հպարտություն, որ կարող են իրենց հողը պահելու գործում ներդրում ունենալ։ Բոլորս պատրաստ ենք, գնանք ծառայելու, ոչ մի խնդիր չկա։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։